Որտեղ ենք հիմա եւ ուր է պետք գնալ, այս կերպ էր անվանվել Վաշինգտոնում գործող հասնաթուրքական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված հավաքը, որի նպատակն ըստ կազմակերպիչների հայ-թուրքական հասարակական քննարկումների ու երկխոսության շարունակականության ապահովումն է։ Հավաքի նախօրեին Կալիֆոռնիա բնակ հրապարակախոս Հարութ Սասունյանը Armenian Weekly շաբաթաթերթում տպագրված մի հոդվածում նշել էր, թե այս եւ նմանատիպ այլ թուրքական նախաձեռնությունների նպատակն է գտնել Սփյուռքում բնակվող այսպես կոչված մեղմ հայերին, որոնց հետ Թուրքիայի արտգործնախարար Դավութ Օղլուի հրահանգով փորձեր են արվում երկխոսություն վարել։ Վաշինգտոնում գտնվող հայերի, թուրքերի, տարածաշրջանով զբաղվող փորձագետների եւ մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկմանը ելույթով հանդես եկավ Վաշինգտոնի Brookings հաստատության փորձագետ Օմեր Թաշփինարը։ Նա հենց սկզբից հայտարարեց, որ այնինչ տեղի է ունեցել 1915 թվականին իր համոզմամբ ցեղասպանություն էր։ Տեսակետս ուզում եմ հստակ արտահայտել հենց սկզբից, հույս ունենալով մեղմել սրահում առկա ծանրությունը, ասաց Թաշփինարը։ Մեր այն հարցին, թե արդյոք ինչու է հավաքի անցկացման համար ընտրվել հենց ապրիլ ամիսը, որն առավել ակտիվ է Վաշինգտոնում հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումների ու միջոցառումների տեսանկյունից, ու որ այս կերպ արդյոք փորձ չի արվում կանխել դրանք։ Մեր նպատակն է ակտիվ պահել հայ-թուրքական հարաբերությունների թեման մամուլի էջերում, քանի որ Թուրքիայի իշխանությունները քաղաքականություն են կառուցում նաև հասարակական տրամադրություններին հետևելով, եւ որքան շատ արծարծվի այս թեման, այնքան մեծ է հավանականությունը, որ նրանք ավելի ակտիվ գործողությունների կդիմեն։ Հայ եւ թուրք հասարակությունների ներկայիս ընկալումների վերաբերյալ իր տեսակետները ներկայացնելով փորձագետն ասաց, թե եթե հայերի պարագայում ցեղասպանությունն է այն խորը վերքը, որը ժողովրդի ներկայիս ինքնության կարևոր բաղադրիչներից է, ապա պետք է գիտակցել, որ թուրքերի համար էլ նմանատիպ վերք է հանդիսանում Օսմանյան կայսրության տապալումը, հանգամանք, որն ըստ բանախոսի հաճախ հաշվի չի առնվում հայերի կողմից։ Թաշփինարը հիշատակեց Հրանտ Դինքի սպանությունից հետո Պոլսի փողոցներում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցերը «Մենք բոլորս դինք ենք, մենք բոլորս հայ ենք» ցուցանակներով, թուրք մտավորականների նախաձեռնած 35,000-ի հասած ստորագրահավաքը, որտեղ ներողություն էին խնդրում հայերից եւ ապա նշեց թուրքերի մոտ ներկայում առկա վախերի մասին։ Թուրքիայում շատերն են գտնում, որ միայն ներողություն խնդրելով հարցը չի փակվի, քանի որ հայերը տարածքային, ֆինանսական եւ հատուցման այլ եղանակներ են պահանջում։ Ես ինքս երբ Հայաստանում էի ու ելույթներիցս մեկում ներողություն խնդրեցի ցեղասպանության համար, ինձ ասացին, որ դա բավարար չէ, նշելով օրինակ Արարատ լեռան վերադարձի պահանջը։ Այս մոտեցումը ներկայումս իրատեսական չէ, ասում է բանախոսն ու առաջարկում կենտրոնանալ Թուրքիայի ժողովրդավարացման եւ ազատականացման գործընթացի վրա, ինչի արդյունքում ավելի շատ տաբուներ կքանդվեն երկրում եւ հասարակությունն ավելի հեշտորեն կքննարկի ինչպես ցեղասպանության, այնպես էլ առկա այլ խնդիրները։ Առաջարկությունների շարքում նշվեց նաև, թե իրավիճակը կհեշտանար, եթե պակասեին հայոց ցեղասպանության եւ հրեից հոլոկոստի նույնականացման փորձերը։ Այս նմանեցումը թուրք հասարակության շրջանում էլ ավելի է մեծացնում մեր ժողովականությունը, քանի որ այս կերպ իրենք նույնականացվում են ֆաշիստների հետ։ Թաշփինարի խոսքերով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի կամ նմանատիպ այլ կառույցներ ստեղծելու գաղափարը կարող է միայն արդյունավետ լինել այն դեպքում, եթե խմբի բոլոր անդամները համաձայնություն ունենան հայոց ցեղասպանության իրողություն լինելու շուրջ։ Արսեն Խառատյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։